Տիկին Եղիազարյան որպես կուսակցության անդամ, որպես պատգամավոր պետնացու եւ որպես գործող պատգամավոր ասնավ այս քանի օրերի վեց երկրորդ նախնական քարոզարշավը ինչ պատկեր ունի, ինչ է կարծում դրամատուրգացությունը, ինչպիսին է քաղաքացիական պայմանագրի կուսակցության եւ վարչապետի նկատմամբ։ Շնորհակալություն։ Իհարկե այս քանի օրերի քարոզարշավը իրական պատկերն է բացում մեր առջև եւ առհասարակ բոլորի, որովհետեւ այն ինչ համացանցից դուրս է, դա ակնհայտ իրականությունն է եւ մեր ժողովուրդը բնականաբար շատ լավ տրամադրվածություն ունի եւ ի ուրախություն մեզ մարդիկ իրենց հարցադրումները երբ մոտենում են մեզ, հիմնականում վերաբերվում է օրինակ իրենց համայնքային հարցերին, անձնական խնդիրներին եւ ինչն եմ ես այստեղ կարեւորը ֆիքսել, որ բացակայում է անվտանգային հարցերի վերաբերյալ օրինակ հարցադրումները, բանակի վերաբերյալ, որովհետեւ արդեն զգում է մարդիկ իրենց հոգու խորքում տեսնում են, խաղաղությունը զգում են եւ նաեւ իրենց անվտանգ են զգում, այսինքն այդ հարցը մի տեսակ փակվել է մեր ժողովրդի մեջ, իսկ դա նշանակում է, որ այո, խաղաղությունը հաստատվել է, մարդիկ դա հասկանում են, ընկալում են եւ ամեն ինչ շատ լավ է լինելու։ Շատ-շատերը նույնիսկ մոտենում են եւ շնորհակալություն են հայտնում մեր կուսակցությանը, մեր այսօրվա իշխանությանը, վարչապետին անձամբ խաղաղություն բերելու եւ առհասարակ երկրում ահռելի մեծ փոփոխություններ իրականացնելու համար եւ մեզ պարտավորեցնում են հաղթել ընտրություններում, որպեսզի շարունակական ծրագրերը լինեն եւ մեր ժողովրդի ավելի լայն շրջանակներ օգտվեն մեր կառավարության աջակցության ծրագրերից եւ առհասարակ կյանքի որակի բարձրացումը իհարկե գնահատում են։ Ձեր քաղաքական օպոնենտները դիմադի եւ պրոռուսական ուժերը անընդհատ իշխանություններին ներկայացնում տնտեսական, տնտեսական ռազմական անգամ այս առումով դուք ինչպիսի մեկնաբանություն ունեք, նրանք կարող են մեղադրել կամ մեղադրել իշխանությունները, բողոքել իշխանությունների քայլերից։ Իրանք դե բնականաբար իրենք այլ ասելիք չունեն, իրանք այսինքն խոսում են այնպիսի մարդիկ անվտանգությունից, տնտեսական զարգացումից կամ ինչից, որ 30 տարի իրանք եղել են իշխանության, տարբեր թևերով, տարբեր դեմքերով, բայց նույն մարդիկ, ինչպես նաև հենց այսօր էլ ընդդիմության տարբեր թևերում, նույն մարդիկ տարբեր դեմքերով իհարկե հայտ են ներկայացրել քաղաքական եւ իրանք ասելիք չունեն, փորձում են մեղադրել, բայց ժողովուրդը ապրել է, տեսել է, հասկանում է, դրա համար իրենք շանսեր չունեն իշխանություն ձևավորելու, իրանք դեռ պետք է փորձեն պայքարել, որպեսզի կարողանան հայտնվել ազգային ժողովում։ Իրանց ասելիքը մարդիկ գնահատում տեսնում են, իրանց սենյակային, դահլիճային հանդիպումները, որը բերում են իրենց աջակիցներին հատուկ հրավերներով, հատուկ հրահանգներով, բնականաբար դա արդեն տեսանելի է։ Իսկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ուղիղ եթերները միացրած, բաց ժողովրդի աչքի առաջ քարոզարշավ է անում։ Ես կարծում եմ ամեն ինչ ակնհայտ է եւ իրենք էլ շատ լավ գիտեն, որ շանս չունեն, բայց քանի որ ունեն հրահանգներ որոշակի կենտրոններից, բնականաբար պետք է տառապելով անեն իրենց խաչը։